Ես Իսրայելյան Նարեկն եմ, 12 տարեկան, ապրում եմ մամայիս, պապայիս, տատիիս, 3 աղբերներիս ու 1 քուրիկիս հետ։ Մենք Արցախից ենք, պատերազմի պատճառով ենք եկել հասել Հայաստան։ Այս տանը մենք ապրում ենք Վարձով։ Իմ ընտանիքը ամենալավ ընտանիքն է իմ համար, որտեղ իրանք իրենց ուժերից վեր անում են ամեն ինչ, որպեսզի մեզ կարողանան պահել։ Պապան տաքսի է քշում։ Մեկ-մեկ լինում է, որ շատ հոգնած է լինում, բայց ցույց չի տալիս, որ ինքը հոգնած է։ Ես ամեն ինչ անում եմ, որ պապան չնեղվի ու երեխեքին էլ ասում եմ, որ չաղմկեն, որ պապան հանգստանա։ Իմ մաման աշխարհից էլ վեր է, որովհետև ինքը ամեն ինչ անում է, որ ոչի բանի կարիք չզգանք։ Իր աղբերը զոհված է, ինքը շատ է նեղվում, լինում է, որ գիշերներ պարկում ենք քնելու, լացում է։ Բայց մենք իրան դուխ ենք տալի, որ չլացի։ Ես որ կողքից նայում եմ իրան, ինքը իմ համար վառ օրինակ է, որ պիտի ուժեղ լինեմ, իրան նման չհանձնվեմ։ Մաման ու պապան մեզ միշտ են խորհուրդներ տալիս, ասում են դպրոցում լավ սովորեք, որ լավ մարդ լինեք, հասարակության համար պիտանի լինեք, որ մեզ կարողանաք պահել, մեզ նման չչարչարվեք։ Ես իմ ծնողներից շատ շնորհակալ եմ, որովհետև իրանք իմ համար ամեն ինչ են անում, ու ոչ միայն իմ համար, մնացած երեխեքի համար էլ են անում։ Մենք ամեն օր չենք կարա լավ տեղեր գնալ օրինակ ռեստորան կամ սրճարան, բայց իմ մամային, պապային ես շատ շնորհակալ եմ, որովհետև իրանք ինչ որ սարքում են, մենք սուս ու փուս ուտում ենք, ու ոչ մեկ չի նեղանում դրանից։ Քուն ու աղբերները իմ համար աշխարհից էլ թանկ են, որովհետև երբ որ կռիվ է լինում, իմ աղբերներն են գալու հասնեն։ Իսկ քուրիկին, որ նեղացնեն, մենք աղբերներով են գնալու իրան հասնենք։ Մենք որ աղբերներով, քուրիկով հավաքվում ենք խոսալու մեր սենյակում, մենք միշտ իրար խորհուրդ ենք տալիս, իրար դուխ ենք տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու, այլ ուրիշին տան վարձ չենք տալու ու մեր տունը ունենալու ենք, ու դες լավ է լինելու սա։ Որ մեծանամ ու փող աշխատեմ, աղբերներիս ու քուրիկիս համար կառնեմ ամեն ինչ որ իրանք հիմա չունեն։ Մեկ-մեկ լինում է, որ հուսահատվում եմ, գիտեմ, որ ամեն ինչ տենց լավ չի լինելու, մեկ-մեկ պիտի դժվար է լինի, բայց մենք պետք է ուժեղ լինենք, որ դժվարությունը հաղթահարենք, որ ամեն ինչ լավ լինի։ Որ
որ դժվար է լինում, ես ինձ ասում եմ, պետք է դու ուժեղ լինես, ամեն ինչին հավատաս, մանավանդ Աստծուն, պետք է հավատաս, որ ամեն ինչ լավ լինի, որ կարողանաս լավ ապրել։ Երազում եմ հեծանիվ ունենամ, որ ընկերներիս հետ միասին գնամ եւ իրար հետ քշենք։ Որ ընկերներս ինձ հարցնում են, ասում են՝ «Կուզես քշես», ամաչելով ասում եմ՝ «Չէ, դուք քշեք»։ Իմ շրջապատում բոլոր երեխեքն էլ հեռախոս ունեն, ու ես էլ եմ ուզում իրանց նման հեռախոս ունենամ։ Ճիշտն ասած, ես շատ եմ ամաչում, բայց կուզեմ, որ մաման դուխովկա ունենար, որ ինչ ուզենք մենք կարենա թխի։ Ես կամ հաղորդումին Արցախից էին հետևում մայրիկիս հեռախոսով, տեսնում էի, թե ոնց եք դուք երեխաների երազանքները կատարում, հանդիպում են իրենց սիրած մարդկանց։ Ես շատ եմ երազում տեսնել Յուրի Սաքունցին, նմանվել իրեն եւ նրա նման ուժեղ սպորտսմեն լինել։ Գինեսի ռեկորդակիր է եւ ես շատ դրա համար եմ իրան սիրում։ Եթե իմ բախտը բերի եւ ես հանդիպեմ Յուրի Սաքունցին, կուզենայի գնայի այնտեղ, որտեղ ինքը մարզվում է ու ժղանում է։ Ես որ իրան հանդիպեմ, կգրկեմ, կասեմ, որ ես շատ եմ սպասել այս օրվան ու այդ օրը կլինի ամենաերջանիկ օրը իմ համար։ Վալեր պապ, ես եմ հատ երեխա է գալու, պետք է կերպարանա փոխվեմ, որ ինչ ճանաչի։ Հուսով եմ կտած, որ քո շորերը հագնեմ։ Ստե շորերը իմ համար ես դրել, կարամ էդի հագնեմ։ Բարև Նարեկ ջան, դու ես նամակ գրել ես Կամին։ Այո։ Ում ես ուզում տեսնել։ Ես ուզում եմ տեսնել Յուրի Սաքունցին։ Ինչու։ Որտեվ ինքը լավ մարդ է, ուժեղ սպորտսմեն է, սպորտի միջոցով բազում հաղթանակների է հասնում։ Ես իր հաղորդումները մայրիկիս հեռախոսով եմ նայում, ու իր ցանկացած հաղթանակը ինձ շատ է ոգևորում, ու ամեն հաղթանակից ես իրան ավելի շատ եմ սիրում։ Ու եւ ինձ ամենաշատը դուր է եկել, երբ որ ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության օրը ադրբեջանցի մարզիկին հաղթել է Մոսկվայում։
ու երբ որ ինքը հաղթեց Մոսկվայում ադրբեջանցի մարզիկին, ես այդ օրվանից հասկացա, որ ինքը հայրենասեր մարդ է ու շատ լավ սպորտսմեն ու լավ մարդ։ Իմ համար կյանքի մեծ երազանքն է իրան հանդիպելը։ Նարեկ ջան, ինչ սպորտաձև է։ Ինքը տարբեր սպորտաձևերի գնում, բայց ամենաշատը բռնցքամարտիկ է։ Ինքը ճկուտով գնացքա քաշել, մեկ ձեռքով ուղղաթիռ քաշել, ու տենց բազում հաղթանակներ ա տարել ու ռեկորդներ։ Ես ձեր հաղորդումը որ նայում եմ, տեսնում եմ ոնց են իմ նման երեխաները ձեր հաղորդմանը գրում ու իրանց երազանքները դուք կատարում եք։ Ես էլ եմ ուզում այդ երեխաներից մեկը լինեմ ու իմ երազանքը կատարվի։ Տեսնենք։ Տեր հայ, մենք Արցախից ենք, 5 երեխաներ ունեմ։ Արցախից մենք միշտ հետևում ենք ձեր հաղորդումներին, երեխաները միշտ ուզում էին, որպեսզի իրենք էլ մասնակցեն, իրենց երազանքին հասնեն, բայց դե որ ընդեղ էինք չէր ստացվում։ Թեկույս հիմա ստեղ ենք, բայց գոնե այդ երազանքը ուզում եմ, որ երեխաներինը կատարվի։ Երեխան շատ վաղուց էր երազում, որպեսզի տեսնել Յուրի Սաքունցին, անընդհատ հետևում էր, ուզում էր, որ այսօր գոնե իր երազանքը կատարվեր։ Աստված տա, անավանդ որ գիտեմ, որ եւ Արցախից եկաք Հայաստան, շատ դժվարություններ կրեցիք։ Աստված տա, որ շատ ավելի մեծ երազանքներ կատարվեն։ Հա Նարեկ ջան։ Աստված ձեզ օրհնի շատ։ Շնորհակալ։ Թույլ կտաք, որ մենք Նարեկին տանենք Երևան մեզ հետ, հեռուստաընկերություն, տնօրինության հետ հանդիպման։ Հա, խիչ ենք թույլ տա, Տեր հայր։ Խոսենք, գուցե տնօրինությունը հավանում էր։ Հա, թույլ կտանք։ Նարեկ ջան, մայրիկն ասաց, որ ես կամը Արցախում էլ էիք նայում, ինչքան ժամանակ է որ նայում ես։ Դե երբ որ մայրիկս հեռախոս առավ, նայում էի ձեր հաղորդումը, տեսնում էի թե ոնց են երեխաների երազանքները կատարվում, բայց այնտեղ չկարողացա գրել, ու երբ որ եկանք ստեղ, որոշեցի, որ ստեղ գրեմ ու գրեցի։ Ինքը երբ որ վիդեոներ ա գցում, տեսնում եմ ոնց է ինքը սպորտի միջոցով հաղթանակների հասնում, ու ինքը Աստծուն շատ է հավատում, ես էլ եմ Աստծուն շատ հավատում, որ իմ երազանքը կատարվի։ Նարեկ, ես կամի հաղորդման որ հատվածն ես հատկապես սիրում։ Շատը սիրում եմ, երբ որ անսպասելի իրենց սիրած մարդիկ անսպասելի դուրս են գալի ու գնում փաթաթվում են, ասում են, որ ես քեզ շատ եմ սպասել, այդ հատվածն եմ շատ սիրում։ Ինչ ես զգում այդ բանը։ Զգում եմ, որ երազանքները իրականանում են, Աստված գոյություն ունի ու մեզ Աստված ուժ է տալիս, որպեսզի կարողանանք հաղթահարել դժվարությունները։ Աստված Նարեկ ջան, մի օր էլ քո սիրելի Յուրին հանդիպես։ Շնորհակալ եմ։ Հիմա մենք պիտի գնանք Երևան, ինձ այդպես ասացին։ Ես էլ փնտրում եմ մեր վարորդին չեմ գտնում։ Մեքենան փակված, բայց ինքը չի երևում։ Գուցե ներսում է, ես գնամ, տեսնեմ եմ։ Ներսում է, փնտրեմ իրեն, գա։ Լավ, կսպասես ինձ։ Այո։ Այո, սախր։ Չանչարամի անգամ։ Спасибо, я нормально գրկեմ քեզի։ Բայց ես ճանաչում ինձ, հա։ Ճանաչում եմ։ Ու երբ։ Նոր թե նկատել իր արդեն։ Չէ, նկատել, նոր նկատել։ Ոնց ես ախպեր։ Լավ, դուք ոնց։ Լավ, հետևում ես ինձի։ Հա։ Դու գալիս ես բոքսը։ Ինչ։ Ավրես, ախպերես։ Ես ալենք շիրատ գործ անենք ես բողջում։ Ես միշտ երազել եմ քեզ տենալ։ Այսօր եմ կյանքի ամենալավ օրն է, որ քեզ տեսա։ Ավրես, ախպերես։ Ես էլ եմ շատ ուրախ։ Ես որ իմացա, որ դու ուզում ես ինձ տենաս, մտածեց թե ինչպես կարելի է քեզ հետ հանդիպել, անկեղծ եմ ասում։
Բայց փառք Աստծո հանդիպեցինք։ Այսօր լավ օր ենք անցկացնելու միասին։ Քեզ կծանոթացնեմ իմ առօրյայի հետ։ Բոքս կանենք իրար հետ։ Սիրում ես բոքս։ Շատ։ Դե հեսա կդանաս ինչ լավ օր անցնելու։ Ես ձեր վիդեոները շատ եմ սիրում, տեսնում եմ ոնց է սպորտի միջոցով բազում հաղթանակների հասնում, ու ձեր ցանկացած հաղթանակը ինձ շատ է ոգևորում, ու այդ ցանկացած հաղթանակի միջոցով ձեզ ավելի շատ եմ սիրում։ Ինձ ամենաշատը դուր է եկել, որ ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության օրը ադրբեջանցի մարզիկին եք հաղթել Մոսկվայում։ Ապրես։ Իսկ ուզում ես բոքս պարապես։ Շատ եմ ուզում։ Անպայման կազմակերպենք, պարապենք միասին, որ դու էլ մեծանաս, այդ այնց ուժեղ դառնաս։ Լավ է սովորում դպրոցում։ Ապրես, պետք է լավ սովորես ու լավ պարապես, որ դու էլ լավ ձևով, արժանավուն ձևով ներկայացնես մեր երկիրը, չէ՞։ Ապրես։ Հիմա ախպեր գնում ենք մի հատ լավ տեղ, որի շնորհիվ դու ինձ ճանաչել ես, բոքսի ռինգ ենք գնում, մի քիչ այսօր փորձեմ քեզ ինչ-որ բան սովորացնել, կանցկացնենք մեր առաջին մարզումը միասին։ Ու լավ օր անցկացնենք։ Նստի ախպերս է։ Նայ մայկը սմնացիրում մայկը։ Մայկն հակնենք, որ լավ ստացվի պարապելը։ Ախպերս նայ ոնց է դուրս գալիս է։ Շատ։ Դե լավ հանենք հակես։ Ախպերս իսկ դու գիտես ես երբ եմ արել կամ ինչ ռեկորդ է։ Հա գիտեմ, երբ բերանով գնացքն էի քաշում։ Չէ, նայ, էսի արել եմ 5 տարի առաջ։ Այդ ժամանակ ատամներով քաշել եմ 24 տոննա քաշ ունեցող կամազը, հրշեջ մեքենա։ Որ դուք առաջին անգամ ռեկորդ եք գրանցել, ո՞րն է եղել ձեր առաջին ռեկորդը։ Առաջին անգամ եղել եմ 16 տարեկան, երբ որ ռեկորդ եմ արել։ Այդ ժամանակ ճուկույտ մատով քաշել եմ մեքենա 2 տոննան քաշ ունեցող։ Բայց 6 տարեկանից մարզվում եմ, 6։ Սկզբից պարապել եմ ազատ ոճին բշամարտ, հետո նոր փոխել եմ բոքս։ Բայց ով է սովորացել, որ այսպեսի ուժեղ ռեկորդներ գրանցեք։ Մարզիչները սովորացրել են, ես ավելի շատ մարզվել եմ քրտնաջան, որպեսզի հասնեմ այսպիսի արդյունքների, ու ամենակարևորը հավատ առ Աստված, հավատում ես Աստծուն։ Շատ ապրես։ Երբ որ դուք ռեկորդներ եք գրանցում, այդ նման է այն հաղթանակին, որը հաղթում եք ռինգում։ Այո, ռեկորդները իրականում շատ դժվար են։ Պատկերացրա ռինգում հարվածներ ես ուտում գլխիդ, շատ ուժեղ հարվածներ, ինչ որ հերոսատեսությամբ տենում են, այդ տենշի իրական ռինգում շատ դժվար է։ Երբ որ դու պայքարում ես ուրիշ հակառակորդի դեմ, մարդու դեմ ես պայքարում, կապ չունի դա բարբայա, կարատեա թե բոքսա, լրիվ տարբեր է։ Բայց ինչ որ ռեկորդ ես սահմանում, դու արդեն պայքարում ես պատկերացրա 60 տոննա քաշ ունեցող գնացքի հետ։ Իրական բայց դա էլ է շատ դժվար։ Մարդիկ 30 հոգով չեն կարողանում քաշեն, բայց ես ատամներով քաշել եմ 60 տոննա, պատկերացնես 60000 կիլոգրամ։ Դա այդքան էլ հեշտ չի։ Բայց ամեն ինչ համար ասում եք, ինչ փառք Աստծո, ամեն ինչ համար Աստծո զորությամբ կատարվում է այդ ամեն ինչը։ Որ դուք ռեկորդներ եք գրանցում, ում եք ուզում նմանվել կամ անցնել իրան։ Դե նմանվել իրականում ոչ մեկին ես չեմ ուզեցել նմանվել, բայց բազմաթիվ սպորտսմենների, մարզիկների երբ որ տենում էի, որ երկիր էին ներկայացնում, ես էլ էի փորձում։ Ոնց ասած, իրանց ուղին շարունակել, ես էլ իմ ասպարեզում լավ ներկայանայի, իմ ամենակարևորը երկիրը լավ ներկայացնեի։ Ամեն մեկս յուրովի ենք փորձում մեր երկիրը լավ ներկայացնենք։ Օրինակ դու դահոլ ես, չէ՞, սովորում։ Մի քանի ժամանակ հետո արդեն դու կլինես լավ դահոլահար, չէ՞։ Ու դու էլ քո երկիրը կներկայացնես ամբողջ աշխարհում։ Գիտեք, որ ես էլ եմ Ղարաբաղում սպորտի գնացել։ Ինչ սպորտի ես գնացել։ Կարատեի եմ գնացել։ Մամայի հեռախոսով դե Արցախից հետևում էի քեզ, տեսնում էի թե ոնց է սպորտի միջոցով լիքը հաղթանակների հասնում, ու ես ու եղբայրս էլ որոշեցինք գնալ սպորտի ու ընտրեցինք կարատեն։ Մի տարի գնացինք, ու այդ մի տարվա ընթացքում լիքը մեդալներ, պատվոգրեր ենք նվաճել։ Սիրում ես հա կարատե։ Իսկ ստեղ չես ուզենա պարապես։ Այստեղ ուզում եմ գնամ, բայց դասերի ու դհոլի մեկտեղ չեմ հասցնում, որոշել եմ ամառային արձակուրդներին գնամ։ Ապրես։ Իսկ բոքսես ուզում թե կարատե արդեն, որ այդ վիդեոները տեսել ես։ Որ քո վիդեոները տեսել եմ, արդեն բոքս։ Արդեն բոքս։ Դե ինչ, հիմա մենք մտնում ենք ռինգ։ Ես տեսնեմ թե դու հայտնի դհոլար կդառնաս, թե հայտնի բռնցքամարտիկ, թե հայտնի կարատեիստ։ Հիմա հագնում ենք այս ձեռնոցները։ Ու փորձենք ռինգի մեջ արդեն քո ուժերը։ Գնաց։ Դու կարատեի ողջ չես հագել ձեռնոցներ։ Չէ։ Չէ։
այս ձեռնոցներով առաջ անգամ սա ձեռնոց հագնում փաստորեն։ Չէ, առաջին անգամ չէ, մարտակետ հագել եմ մի անգամ։ Իմ առաջի ձեռնոցները, երբ որ հագել եմ, իրականում շատ բարդ էր, որովհետև երբ որ ձեռնոցս հագնում, առաջինը դու մտածում ես, որ քեզ հարվածելու են։ Երկար տարիներ, երբ որ ուրիշ սպորտաձևով էի զբաղվում, բայց իրականում բոքս շատ էի սիրում։ Որոշեցի ուժերը փորձեմ բոքսում։ Այսինքն առաջ անգամ իմ մարզիչը ինձ հագցրեց ձեռնոցներս ու տենց երևի ոնց է չէ, քո հիմա տպավորությունները, այդպես տպավորություններ որ ձեռնոցս հագնում ուժեղ չէ։ Մարզիչս ինձ նվիրեց, հիմա ես քեզ եմ նվիրում այս ձեռնոցները ու մտնենք ռինգի մեջ փորձենք։ Քեզ դուր եկա մեր մարզումը։ Շատ դուր եկա։ Սիրեցիր բոքսը։ Շատ։ Ուզես միշտ մարզվենք միասին։ Իմ մոտ։ Հա։ Ապրես։ Հիմա կարատե թե բոքս։ Բոքս։ Բայց գիտես բոքսում ավելի դժվար է լինելու։ Ոչ, դժվարություն է դարձել։ Պատրաստ ես, հա, հարես։ Այդ ուդարները Հա։ շատ ծանր է, ախր։ Ոչինչ։ Որն է եղել քո ամենացավոտ վնասվածքը։ Դե բազմաթիվ վնասվածքներ եմ ստացել, դրա համար ասացի, որ բոքսը շատ ծանր է։ Պատկերացեք քիթա ջարդվում, մականջա ջարդվում, արմունկները տա ցավում, ծնկները տա ցավում, կողքերս հա ջարդած, հիմա այս կողքերը ջարդած է, գիտես, չէ, երկուսն էլ։ Դրա համար հիմա մտածի, քեզ պետք է թե չէ։ Դուք իմ սիրած հերոսն եք, ու ես շատ եմ ուզեցել ձեր նման ուժեղ լինեմ, ու ես էլ եմ պատրաստ ձեր նման լիքը վնասվածքներ ստանամ, որ կարողանամ զգալ հաղթանակի համը։ Իհարկե, դժվար է հաղթող լինելը, ավելի դժվար է հաղթանակը պահելը, բայց մինչև հասնես այդ հաղթանակին, պատկերացրա շատ պետք է պարապես, պատրաստ ես դու։ Տարիներ, ամիսներ չէ։ Տարիներ պետք է պարապես։ Եթե ունես ցանկություն, ուրեմն միասին կմարզվենք ու դու կդառնաս չեմպիոն։ Okay։ Բայց հիմա այսօր դու լավ պարապեցիր, պետք է փոխությամբ ունեմ ես քեզ մի հատ բան հանձնելու, առաջին մեդալը։ Ես հիմա քեզ առաջին մեդալը կհանձնեմ, բայց պետք է խոստանաս, որ կպարապես, կսովորես ու բազմաթիվ մեդալներ կունենաս, okay։ Խոսք տալիս։ Всё, մանայ, այս մեդալը հանձնում եմ քեզ, մեր առաջի պարապմունքի առաջին մեդալը։ Ու հուսով եմ ամիսներ հետո դու լուրջ մեդալներ կունենաս։ Ու ես կգամ ձեր տուն ու ինձ ցույց կտաս, չէ՞։ Всё, դե արի։ Օպա, ահա, շնորհավոր։ Մերսի։ Միանա, չափ է դու։ Հələ մենք իրար հետ ինչ ենք անելու։ Հիմա մենք գնում ենք դուրս։ Դուրս ենք քինում, որ Տեր հայրը մեզ է սպասում, դե որ մաշինով քինանք Երևան։ Եկել գնացինք։ Օպաս։ Մարզես Տեր այր հովտնեցեք։ Աստված է։ Հարցես։ Նարեկ ջան, ուրախ ես։ Շատ շնորհակալ։ Ձեզ էլ շնորհակալ։ Ես ինչ մեդալիոն է։ Երես ակուսն եմ նվիրել։ Ինչի համար։ Որպեսզի առաջին բոքս վայրը հետ եմ կպել։ Ապրես։ Ես հույս ունեմ, որ շատ ավելի մեծ երազանքների ես արժանանալու։
Յուրի ջան, շնորհակալ ենք ձեզանից, որ ձեր մասնակցությամբ, ձեր օգնությամբ վստահեցրիք Նարեկին, որ երազանքներն իրոք իրականանում են։ Այո, շնորհակալ եմ ձեզանից, որ այստեղ եք, շնորհակալ եմ Աստծուն, շնորհակալ եմ Ես կամ հաղորդմանը, որ նմանատիպ գեղեցիկ հաղորդումներ եք կազմակերպում եւ հնարավորություն տալի բալիկներին, երեխաներին եւ մեզ հանդիպելու իրար եւ երազանքների հետևից գնալու։ Իհարկե, փառք Աստծո ամեն ինչի համար։ Փառք Աստծո եւ իհարկե շնորհակալություն մեր բարժարներին եւ պարոն Գագիկ Ծառուկյանին, Տիկին Ռոզա Ծառուկյանին եւ հիմա մեր սիրելի Ռոզա Ծառուկյանից ցես նվերներ Նարեկ ջան։ Հեծանիվ եւ ջեռոց մայրիկի համար։ Ես որ միշտ ես կամը նայում էի, տեսնում էի, ոնց է Տիկին Ռոզա Ծառուկյանը նվերներ տալիս երեխաներին եւ իրենց մամաներին եւ շնորհակալ եմ Տիկին Ռոզա Ծառուկյանին, որ ինձ նվիրել է հեծանիվ եւ մամային էլ ջեռոց։ Մամա շատ էր ուզում ջեռոց ունենալ, որ մեր համար համով բաներ թխեր, մենք էլ ուտենք։ Դե շատ լավ է, փառք Աստծո։ Հիմա դες լավ օրվա շարունակություն եմ մաղթում Յուրի ջան եւ երեկոյան կհանդիպենք։ Շնորհակալություն, բոլորիս լավ օր կհանդիպենք։ Շատ լավ, մինչ տեսություն։ Տեսություն։ Ջան, մա չշենք էլի։ Այս կարաս։ Ինձ մի շպատմի տենամ, ինչ էր անում Արցախում։ Դե Արցախում Որտեղ եք, Արցախ որտեղ։ Մարտակերտի շրջան Գյուղմեջ։ Կենթայիներ պահում էիք։ Հա։ Ինչ կենթայիներ։ Խոզ էինք պահում, բազմացնում էինք, կով էինք պահում։ Հա։ Իրեք որ խոզերը բազմացնում էինք, դնում էինք շատեին, ծախում էինք կովերը, իրեք հատեր։ Ճագար էինք պահում, շուն էինք պահում։ Հետո ընդ դպրոց էիք եթում, պարապում էիք, հա։ Հա, ընդ դպրոց էինք եթում, 1 կիլոմետր հեռու էր։ Բացի այդ դպրոցից կարատեի էլ էինք գնում, շաբաթը 3 օր։ Հա։ Որ գնում էինք, պարապում էինք։ Ու մի տարի գնացինք, ու այդ մի տարվա ընթացքում լիքը մեդալներ ենք նվաճել, պատվոգրեր, բայց պատերազմի պատճառով ոչինչ չկարողացանք վերել։ Հետո որ կռիվը սկսեց։ Որ կռիվը սկսեց, գնացինք մի օր մեր հարևանի տանը մնացինք նկողում։ Հետո այդ մի օրը որ անցավ, գյուղի գյուղապետը եկավ, ասեց որ դուրս եմ գալի գյուղացիների հետ։ Ու գյուղացիների հետ դուրս եկանք, չեն գիտակցում, որ այդ մեր վերջին դուրս գալն էր։ Ու դուրս եկանք 3 օր ճանապարհ ենք եկել, շատ դժվար էր, որտեղ բացի մեզնից էլի ընտանիք կար, հոպարիս ընտանիքներ մեզ հետ։ Ու ոչինչ չկարողացանք վերել, ինչ որ եղել է մեր հաքը, այդ են կարծե վերել։ Ու երբ որ եկանք Սանգորից, սոված մի խոխիկը, պապան փող տվավ, ասեց քյա մագազին, քաղցր-մաղցր եկար, խոխիկը օտեմ, մինչև լույսը բացվի, կյանք մի պեն յոնենք օտենք։ Ու քյացին իմը տա մագազին, մնացի տեղս քարացած։ Դե որովհետև 9 ամիս այդ երեխեքը քաղցր չէին տեսել։ Ու չգիտեի ինչ արվի, որ Ճիշտ է, մինչև այդ 9 ամիս էլ փագել չէ, քաղցր չկար, բան չկար։ Չգիտեի ինչ արմեի, որ ուրախանայի։ Հիմա կարոտում ես Արցախը։ Շատ եմ կարոտում։ Բանդե ինգերները հիմա ուր են։ Այստեղ ձեր հետ են, թե իրանք առանձին երևի հա ուրիշտեղ են։ Հա, դե ամեն մեկը ուրիշտեղ։ ամեն մեկը մի հատ ուրիշտեղ ապրում, մեկը Ռուսաստանը, մեկը Իջևանը։ Բան հարցրեմ էլի։ Որ ձեզ զանգեցին, ասեցին, որ մի հատ երեխա կա, ուզում է ձեզ տենա։ Այդ պահին դուք ինչ էիք մտածում։ Դե մտածում էի տնամ ինչ։ Տեսնես ով է, էլի ով է ուզում ինձ տենա իրականում։ Բայց դե իհարկե ուզեցի։ Ես էլ էի ուզում տենայի ով է ուզում ինձ տենա։
Բայց դու սպասում ես, որ մենք կհանդիպենք իրար, թե չէ։ Վախենում էի, որ ես կարողա չընտրվեմ ու քեզ չտենեմ։ Ոչ մի բանից մի վախեցի, ախպեր, ոչ մի բանից։ Հավատա միայն, հավատ առ Աստված ու ոչ մի բանից մի վախեցի։ Քո գործերն է սաղ կլինի, քո նպատակները, միայն հավատով լցված գնա դեպի քո նպատակները։ Քո գործը ո՞րն է, ասենք, ուզում ես լավ սովորես, աշխատի, նպատակ ունեցի։ Քրտնաջան, ոնց է դու սովորես։ Ուզում ես լավ դհոլ չի դառնաս դհոլար, դու լավ սովորես, լսես, իրեն աշխատես քո վրա, ուզում ես լավ սպորտսմեն դառնաս, նույն ձև պետք է աշխատես ու չվախենաս։ Եթե մի բան վախեցար, ասացի, որ չի լինելու, կասկած ունեցար, այսինքն թե կասկածեցի, չէ, օրինակ։ Դա ասես դե կարող է լինի, կարող է չլինի, եթե արդեն Չեղացի հաշիվ։ այո, կասկած չունենաս, հավատաս ու գնաս քո հավատի հետևից, քո նպատակի հետևից, քո երազանքի հետևից ու հաստատ սաղ կլինի։ Նարաջան, նա ինչ լավ տեղ ենք եկել, քեզ դուր եկավ։ Հա։ Ստեղ չի եղել, շատ լավ բնություն է, շատ լավ տեղ է, քեզնից է շատ շնորհակալ եմ։ Քեզ շնորհակալ եմ, ախպեր ջան, ապրես որ եկել ես։ Հիմա մենք եկել ենք Հատիս ռեստորանային համալիր։ Արի միասին համտես անենք այս ախորժալի ուտելիքները, որը մեր համար պատրաստել են Հատիսի խոհարարները։ Շնորհակալություն հայտնենք Հատիսին այս գեղեցիկ հյուրասիրության եւ ջերմ ընդունելության համար։ Բայց արի մոտ կենաց խմենք իրար հետ, հա։ Հա։ Նա դու ես բաժակով կենաց կխմես, նայի։ Կենաց, ասա մի հատ լավ կենաց։ Ուզում եմ դիմեմ այս խոսքս այն երեխեքին, ովքեր դեռ իրանք չեն գրանցվել եսկամում ու հավատացեք, որ ձեր օրն էլ մի օր կգա, հավատացեք Աստծուն ու այդ օրը կգա։ Ապրես Նարաջան։ Դու էլ։ Մերսի շատ։ Լողջի համար, լողջի հետի համար։ Լողջի հետի։ Օպա։ Նարաջան, լավ որ անցկացրեցինք այսօր։ Շատ։ Սա կլինի շարունակական, էլի կհանդիպենք անպայման։ Ինչպես որ ասելի կպարապենք, չէ, իրար հետ ապրես։ Նարաջան, քեզ համար մարզական հագուստ եմ պատրաստել, որ այս մարզական հագուստով սկսես քո առաջի մարզումները եւ ապացուցես քո խոսքի տերը լինես, չէ՞։ Ու մեդալները թող լինի շարունակական։ Լիքը մեդալներ բերես։ Քեզ համար, մեր համար եւ մեր երկրի համար, օքեյ։ Շնորհավոր ախպեր։ Շնորհակալ եմ։ Ես շնորհակալ եմ եսկամին, որ այս հաղորդումը իրանք ստեղծել են, որ իմ նման երեխաների երազանքները կատարվեն, ու ես այդ երեխեքից մեկը դարձա, ու մերսի, որ դու եկար, որ ես քեզ տենամ։
ապրես, որ դու այսպես խելացի տղա ես, միշտ այսպես շարունակես խելացի լինել, լավ սովորես, որ կարողանաս այսպես գեղեցիկ բառապաշարով զրուցել։ Իհարկե, մերսի Եսկամի, որ հնարավորություն տալի մեզ եւ ձեզ կապում միմյանց ու թող բոլոր երեխաների երազանքները կատարվի։ Իդեպ Տեր Սմբատը մեզ է սպասում, ցանկացա մեզ տեսնի։ Գնանք, տենակ ինչ ասում Տեր Սմբատը, այնուհետև հրաժեշտ տանք իրար։ Լավ։ Նարեկ ջան, մեր բաժանվելու պահը եկավ արդեն։ Բայց մենք չենք ուզում, որ դու այստեղից գնաս քո երազանքները լիարժեք չկատարված։ Մի երազանք էլ ունեիր, չէ՞։ Հա։ Ո՞րն է այդ երազանքը։ Երազում էի հեռախոս ունենալ։ Եվ պարոն Գագիկ Ծառուկյանը իմանալով այդ բանի մասին, մեզ կարգադրեց, որ Նարեկին առանց հեռախոս չճանապարհենք։ Եվ հիմա բերել ենք ես այդ հեռախոսը։ Շնորհակալ եմ շատ։ Ապրես տղա ջան։ Եվ բաժանվելուց առաջ ուզեի մաղթել քեզ, որ երջանիկ լինես։ Եվ իմացիր, որ իհարկե պետք է Աստծուն հավատալ եւ ապրել հավատքով։ Մարդու կյանքում Աստված պիտի լինի, չէ՞։ Անպայման։ Եվ եթե այսպես ապրես, Աստծուն հավատալով, Աստծուն պաշտելով, կհասնես լավագույն հաջողությունների։ Հիմա մեր Եսկամի ոլորտը քեզ կհասցնի տուն, իսկ մենք Յուրիի հետ կգնանք օրը ամփոփելու։ Հաջող Նարեկ ջան, հաջողություններ։ Յուրի ջան, այսօր մեզ համար բացառիկ օր էր։ Այսօրվա ընթացքում մենք ջանասիրաբար հավատացրեցինք մի մանուկի, որ երազանքները կատարվում են։ Դուք հուզիչ հանդիպում ունեցաք, անցկացրեցիք օրը միասին։ Ինչպիսի ապրումներ ունեցաք այսօրվա ընթացքում, կպատմեք։ Հաճելի, իրական շատ հաճելի տպավորություններ էին։ Աննկարագրելի, կողքից լրիվ ձև է երևում, ես մի քանի անգամ նայել եմ Եսկամ հաղորդաշարը, հաղորդումները մի քանի անգամ նայել եմ, բայց երբ որ ես էի արդեն մասնակցում, սա լրիվ ուրիշ տպավորություն էր, ավելի պատասխանատու է եւ ավելի հաճելի զգացողություններ ուղղակի, որ կարողացանք եւս մեկ երեխայի երազանք կամ նպատակ իրականացնել։ Իրենք ընտանիքով Արցախից բռնագաղթված են, շատ նեղությունների միջով են անցել եւ հիմա էլ անցնում են, կարիք ունեն իսկապես թե մարդկային, հատկապես մարդկային վերաբերմունքի եւ թե օգնության։ Եվ ձեր պատրաստակամությունը իրոք ոգևորիչ է այս իմաստով։ Այսօր դուք շփվեցիք, այսօր դուք օրը անցկացրեցիք միասին, ինքն էլ բավական շփվող տղա է, չէ՞։ Այո։ Ինչ խորհուրդներ տվեցիք, ինչ եք կարծում, որ խորհուրդներ ամենակարևորը, որ իրեն տվեցիք։ Այո, մենք ճանապարհին շատ երկար զրուցեցինք, ունեցանք ժամանակ ու ամենակարևորը, այո, ինչպես նշեցիք, որ յուրաքանչյուր օգնություն կարևոր է այս կյանքում։ Կապ չունի դա լինի նյութական, թե հոգեբեզ, թե մարդկային, մենք կարողացանք նաև այս ձև, չէ, օգտակար լինել։ Եվ իմ խորհուրդն է, որ չընկճվել, միայն քանի որ ինքը պատմում է, թե ինչ դժվարությունների մեջով են Արցախից բռնագաղթվել եկել Հայաստան ու խորհուրդը միայն այն էր, որ չընկճվել, գնալ նպատակի հետևից, երազանքի հետևից, չէ՞ որ սա մի նպատակ էր կամ երազանք, որը կատարվեց։ Ու նույն կերպ բոլոր իր նպատակները կկատարվեն, եթե չընկճվի ու չհանձնվի գնա առաջ։ Չէ՞ որ ինքնաթիռը ասում է, «Քամուն հակառակը բարձրանում», չէ՞։ Նույն բանը ես ասացի, որ պետքա չհանձնվել եւ գնալ առաջ։ Բոլորը իր նպատակների հետևից։
Սպորտսմենները, մարզիկները ոնց են, որ կամք են, չէ՞, դասիրակում իրենց մեջ։ Դրա համար սպորտային դասիրակությունը դա լրիվ ուրիշ բան է։ Առաջին կամք ես դու ձևավորում ինքդ քո մեջ եւ փորձեցի գոնե մի քիչ ես նարեկին խորհուրդ տալ, որ այդ կամք ունենաս, չկոտրվես ու գնաս առաջ։ Ինչի հետևից որ ուզում ես, ինչ նպատակ ունես, որ գնաս դրա հետևից։ Մի փոքր շփվեցի նրա հետ, հասկացա, որ բավականին արի տղա է, առնական, եւ որ շատ պակաս կարևոր չէ, իր խոսքի նկատմամբ որոշակի պատասխանատվությամբ տղա է։ Իրականում շատ ճիշտ եք ասում, ամեն բառը մտածված, շատ խելացի տղա էր Նարեկը ու մի անգամ զգացվում էր, որ լավ է սովորում եւ ինչպես նշեցիք, այո, ամեն բառի համար նա պատասխանատու էր։ Իսկական արի տղա ու ես իրան ասեցի ճանապարհին, որ վստահ եմ ու ես զգում եմ, որ դու որոշ տարիներ հետո լինելու ես լավ մարդ։ Ամենակարևորը դա չէ, ես կյանքում ունենք լավ մարդ, այո։ Լինելու ես լավ մարդ, ունենալու ես քո նպատակներին հասած, արդեն լինելու ես քո նպատակներին հասած ու ասացի, որ կյանքը կլոր է։ Կգա ժամանակ ու մենք էլի կհանդիպենք, միգուցե դու լինես նախարար, ես արդեն աշխատող, բայց ես հասկացա, իրոք կար այդ տողու մեջ կար այդ ջիղը, այդ ցանկությունը, այդ կռիվը, չէ՞, այդ ամեն մարդու մեջ չկա այդ ոգի կար այդ տողու մեջ, որ ուզում էր գնալ առաջ, հասնել իր նպատակներին։ Յուրի ջան, ինչ է նշանակում ձեզ համար այս տեսակ երեխայի երազանք լինելը։ Շատ լավ հարց տվեցիք։ Միայն պատասխանատվություն, մեծ պատասխանատվություն, որ ես իմ գործը ինչ որ անում եմ, ավելի մեծ եռանդով շարունակեմ անել, չէ՞ որ Նարեկի նման շատ մարդիկ ոգևորվում են եւ ինչու՞ չէ երեխաները նաեւ մեծեր հպարտություն են ապրում։ Ես այս հաղորդումը, այս միջոցառումը ինձ համար 10 անգամ ավելի շատ պարտավորեցնող է, որ ես իմ գործը ավելի լավ անեմ։ Ավելի լավ անեմ ու փորձեմ ինչ-որ բանով նպաստել մեր երեխաների առողջ ապագայի։ Այս ամենով հանդերձ փառք տանք Աստծուն, որ Աստված այսօր մեզ հնարավորություն տվեց մի երեխայի երջանկացնել։ Մաղթենք, որ Աստված Նարեկին եւ իր նմաններին, իրենց ընտանիքներին հաջողություն պարգևի, խաղաղություն լինի, կարողանան բարգավաճել, զորանալ եւ այլևս նեղություն չտեսնել։ Այո։ Իսկ մենք աղոթենք ձեզ համար, աղոթենք բոլորիս համար։ Իմաստություն Հոր Հիսուս, տուր մեզ իմաստություն, զբարիս խորհել, խոսել եւ գործել առաջի քո ամենայն ժամ։ Իչար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց, փրկեազ մեզ եւ ողորմյակ վարարացոց եւ ինձ բազմամեղիս։ Ամեն։